Երևանի և Մոսկվայի միջև հայկական երկաթուղու կառավարման հարցով այժմ աշխատանքային քննարկումներ են ընթանում։ Կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց մանրամասներ հայտնելու։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետեւ ելի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Կառավարության ղեկավարը մոտ 3 շաբաթ առաջ էր հայտարարել Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում, կորցնում մրցակցային առավելությունը։ Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր, թե իր պատկերացմամբ լուծումն ինչպիսին պետք է լինի։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Հայաստանի վարչապետին Ռուսաստանից բավականին կտրուկ էին արձագանքել։ Նախ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովանն էր մեջբերեմ տարօրինակ եւ փոքրինչ անընդունելի որակել երկաթուղու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի մեկնաբանությունները։ Հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր զգուշացրել, թե Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանի Դաշնությունից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է մեջբերեմ մեկ գիշերում փլուզվել։ Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ եւ վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում։ Եթե ռուսական կողմում կա ըմբռնում, ինչպես այսօր պնդեց վարչապետը, սա նշանակում է արդյոք, որ Մոսկվան դեմ չէ երկաթուղու կառավարումը փոխանցել այլ երկրի։ Նիկոլ Փաշինյանը չպարզաբանեց, միայն կարճ նշեց, ըմբռնումը թեմայի շուրջ է։ Մոսկվայից հնչած արձագանքներին եւս կառավարության ղեկավարը շատ ընդհանրական պատասխանեց։ Առաջին ռեակցիան մի բան է, երկրորդ ռեակցիան ուրիշ բան է, երրորդ ռեակցիան ուրիշ բան է, չորրորդ ռեակցիան ուրիշ բան է, արդյունքը ուրիշ բան է։ Հայաստանում գործող հարավկովկասյան երկաթուղին 30 տարի ժամկետով 2008-ից ռուսական երկաթուղին է կառավարում, հավատարմագրային սկզբունքով։ Կառավարումը եւս 10 տարով երկարաձգելու հնարավորություն կա։ Եթե Ռուսաստանն այս քննարկումների արդյունքում չհամաձայնի հրաժարվել կառավարման իրավունքից, Հայաստանը պատրաստ է խզել պայմանագիրը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, իհարկե կարող են դա անել, բայց չեն պատրաստվում ռուսական կողմի հետ երկաթուղու հարցով սուր խոսակցություն ունենալ կոնֆլիկտային տրամաբանությամբ։ Միշտ էլ պայմանագիր խզելը վատ բան է։ Պետքա պայմանավորվել, պետքա խոսել, ինչի մենք ես էլ եմ ասում, մեր միջպետական հարաբերությունները, այդ թվում մեր անձնական հարաբերությունները այն թույլ չեն տալիս եւ ընդհակառակ թույլ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով, դրա նպատակն ու իմաստը ես չեմ տեսնում եւ ընդհակառակը մեր հարաբերությունները թույլ են տալիս, որ մենք հանգիստ, բարեկամական, ընկերական խոսենք։ Հայաստանի վարչապետը, որ 2 ամիս առաջ հայտարարում էր, թե երկաթգծի որոշ հատվածների կառուցման հարցով գրավոր դիմել են Ռուսաստանին, այսօր զարմացավ, երբ հարցրինք Մոսկվային պաշտոնապես դիմել են երկաթուղու կառավարման հարցով։ Ասաց բարեկամական են հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչու պետք է երկաթուղու կառավարման հարցով պաշտոնապես դիմեն։ Մեր մոտեցումը գործընկերային է եւ մենք խնդիր չունենք ֆորմալացնել անհրաժեշտից ավելի վաղ։ Մենք հիմա մեր գործընկերների հետ աշխատանքային գործընկերային քննարկում ենք անում եւ մեր խնդիրը չէ նամակներով իրավիճակներ ստեղծել, մեր խնդիրն է աշխատում ենք։ Շաբաթներ առաջ հայկական երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու իր պատկերացումներից խոսելիս Նիկոլ Փաշինյանը նաև երկրների անուններ էր հնչեցրել, օրինակ Ղազախստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը։ Լրագրողները այսօր հարցրին, կան տեղեկություններ, որ Քաթարն ու Քուվեյթն այդ օրակարգով քննարկումների դաշտ են մտել։ Արդյոք դա այդպես է։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության չհերքեց, շեշտելով, որ էական է մի բան, այնպիսի երկրի պետք է տրվի կառավարման իրավունքը, որ թեման չսրվի, ըստ երևույթին նկատի ունենալով Ռուսաստանի հնարավոր արձագանքը։